Դատավարության նիստի ընթացքում միջնորդեցիք եւ նիստը Արամ Վարդևանյանը միջնորդեց եւ նիստը դռնփակ էր, այսօր շարունակվելու է դռնփակ նիստը, ուզում եմ ներկայացնեք նախ որքան է տևելու ըստ ձեզ եւ մենք երբ կարող ենք արդեն լուսաբանել ներսում։ Անկեղծ ասած չեմ կարող ասել շարունակվելու է դռնփակ նիստը թե չէ, որովհետեւ վերջում մի քիչ այնպիսի զարգացում եւ դիրքորոշումներ հայտնվեցին, որ չեմ կարող այս պահին ասել, ընթացքը ցույց կտա, բայց միևնույն ժամանակ ցանկանում եմ արձանագրել, որ այս գործի շրջանակներում որպես պաշտպան ներգրավված Ալեքսանդր Կուչուբաևը այս պահին գտնվում է ապօրինի անազատության մեջ, 2 ամսով կալանք է տրվել եւ հարց է դատական նիստը կշարունակվի թե չէ, մենք տեսանք, որ անցած դատական նիստին մեկ պաշտպանյալի հետ կապված նույնիսկ չէր ուզում միջնորդությունը դատավորը լսեր, պատճառաբանել, որ մեկ պաշտպանյալը ներկա չի, մեկ մեղադրյալը ներկա չէ, իսկ այսօր մեղադրյալներից մեկը չունի պաշտպան, իրենից անկախ հանգամանքներով ընթացքը ցույց կտա։ Փոխարինող չկա։ Չեմ կարող ասել, ամեն դեպս դա արդեն մեղադրյալի, չնայած ես գործով որևէ մեկին չեմ ուզում մեղադրյալ համարեմ, որովհետև այստեղ բոլորը արդարներ են, սրբազանի եւ 17 արդարների գործն է, ընթացքը ցույց կտա։ Իսկ այսօրվա դատավարությունից ինչ ակնկալիքներ ունեք։ Ես ընդհանրապես այս դատավարություններից, քաղաքական հետապնդում համարվող դատավարություններից որևէ ակնկալիք, դրական ակնկալիք չունեմ, որովհետև ես ամենը համարում եմ քաղաքական հետապնդում, ես ամենը համարում եմ ֆարս, օր-օրի գնալով այսպիսի դեպքերը շատանում են, մենք այս պահի դրությամբ ունենք անազատության մեջ գտնվող արդեն 2 իրավապաշտպան, փաստաբան, որոնք քաղաքական նկատառումներով են անազատության մեջ, ոչ ոք չգիտի վաղը, այսօր դատարանի բակիցում կտանեն ինչ կլինի, մենք արդեն գործ ունենք ապօրինությունների գնալով շատացող ընթացքի հետ։ Ոչ միայն Կոչուբաևը, այլ նաև Ռուբեն Մխիթարյանն այս պահին կալանքի տակ, եթե ընդհանուր նայենք, ապա այս գործողությունները միտված են ամբողջ փաստաբանական համայնքին, թե ոչ, թե անձնական վրեժխնդրություն է ուղղված փաստաբաններին եւ առհասարակ ձեր գնահատականն եմ ուզում լսել, թե ինչու է իշխանությունը նման վարքագիծ դրսևորում։ Տեսեք, նախ առաջի հերթին իշխանությունը նման վարքագիծ դրսևորում է, որովհետեւ ի սկզբանե ունեցել է նպատակ առաջի հերթին քաղաքական գործիչներին, ընդդիմադիր գործիչներին ապօրինի հանիրավի ազատ ազերգելով ցանկացել է վախի մթնոլորտ առաջացնել, հաջորդիվ եկեղեցու նկատմամբ այդ արշավը ոտնձգությունը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանին, Միքայել Սրբազանին, Սամվել Կարապետյանին անազատության մեջ պահելով փորձել է հեղինակավոր անձանց, ովքեր կարող էին խոչընդոտել այդ ամոթալի գործընթացին մեկուսացնել եւ միևնույն ժամանակ փաստաբանել իրավապաշտպանների նկատմամբ այն ինչ որ կատարվում է այս պահին, ինչպես ես քիչ առաջ ասացի, մենք ունենք 2 իրավապաշտպաններ, փաստաբաններ, որոնք անազատության մեջ են, Կուչուբաև Ալեքսանդրը եւ Ռուբենը Մխիթարյան, եւ կարծում եմ դրա նպատակը ներկայիս վարչախմբի կողմից, մասնավորապես երևի թե հենց Պարագլխի կողմից, նրանում է կայանում, որ մեկուսացնելով փաստաբաններին վախի մթնոլորտ առաջացնել ողջ իրավաբանական փաստաբանական համայնքում եւ միևնույն ժամանակ հուսահատության զգացում առաջացնել պաշտպանյալների մոտ, որ ցույց տալով, որ տեսեք, ձեր փաստաբաններն են այսպիսի պայմաններում ձերբակալվում եւ հանիրավի կառնավորվում, որքանով եք արդյոք դուք պաշտպանված, ես կարծում այս ամենը նույն նպատակն է ունեցել եւ արժևում էլ ընտրություններ են եւ քիչ ժամանակ անց էջմիածնում, հետո էլ համապետական, այս վախի մթնոլորտը պետք է խորացնել, պետք է ամեն ձև փորձեն ճնշումներով, մենք տեսնում ենք, չէ, օր-օրի ահագնանում են այս դեպքերը եւ նույն եթե Ալեքսանդր Կուչուբաևի պարագայում ինքը ընդամենը խոսք արտահայտելու համար է, գրառման համար է անազատության մեջ, այսինքն մեր մոտ խոսքի ազատությունը պարզ է, որ վաղուց չկա, իսկ Ռուբենը Մխիթարյան ընդհանրապես հասկանալի չի, այսինքն ընդհանրապես հասկանալի չի, այսինքն մարդը իր մասնագիտական գործունեություն, այսինքն նույն տրամաբանությամբ կարող էին այդտեղից շտապօգնության բժիշկներին բերման ենթարկել եւ ձերբակալել եւ կառնավորել, ասեն դու զանգվածային անկարգությունների ես մասնակցել, այսինքն մենք հասկանում ենք, որ այս աբսուրդի թատրոնը գնալով ահագնացող թափ է ստանում եւ մեզ միշտ թվում է, որ սա վերջն է, սա հատակն է, բայց հետո պարզվում է, որ չէ, դեռևս անկման տեղ կա։
Շնորհակալ եմ։